Պարոն Հոխիկյան, մենք երեք հրապարակում արեցինք, որ Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքների վրա աշխատում են Պարսկաստանի քաղաքացիներ, որոնք հետո պարզվեց, որ ադրբեջանցիներ են, այս մասով ինչ կասեք, դուք էլի եք հրապարակումներ արել, որ ռազմավարական նշանակության օբյեկտների վրա աշխատում են այլազգիներ, ինչ խնդիրներ է սա առաջացնում։ Տեսեք, նախ եկեք մի փոքր այսպես հստակեցնենք։ Իրանում ապրող թուրքախոս մարդիկ ադրբեջանցիներ չեն։ Իհարկե, ես հիմա Շինուհայրի առումով չեմ ասում, որովհետև եթե ասում են, որ Շինուհայրում ադրբեջանցիներ են եղել, ուրեմն կասկածի տակ չտնենք դա։ Բայց եկեք Իրանում, Իրանի հյուսիսում ապրող մարդկանց չանվանենք ադրբեջանցիներ։ Իհարկե, Իրանում շատ կան ադրբեջանցիներ, թուրքեր, որոնք ստացել են իրանական անձնագրեր, նաև Ռուսաստանում, Եվրոպայում բազմաթիվ մարդիկ թուրքեր կան, ովքեր ստանում են այդ երկրների քաղաքացիություն եւ գալիս են Հայաստան, ես վստահ եմ լրտեսական գործունեություն իրականացնելու։ Ինչ վերաբերում է ձեր նշած ամրաշինական, ոչ միայն ամրաշինական, Հայաստանում այսօր պետական ծրագրերով կառուցվող, դրանք լինեն դպրոցներ, մանկապարտեզներ, գյուղապետարաններ, հատկապես բունկերներ, այսինքն սահմանային գոտում, սահմանային շերտում կատարվող աշխատանքները հիմնականում իրականացվում են օտարազգիների մասնակցությամբ։ Ինչու է այդպես? Որովհետև դրանք քիչ գումար են ուզում։ Ինչ է անում պետությունը, կառավարությունը։ Կապալառու ընկերություններին է տալիս գումարը, կապալառու ընկերությունները որպեսզի շատ փող աշխատեն եւ քիչ վարձատրեն, որովհետև ասենք պատկերացրեք Հայաստանի միջին աշխատավարձը այսքան է կազմում, կապալառու ընկերությունը պիտի օրինակի համար նվազագույն աշխատավարձը ամսական պիտի վճարի, ասենք 80-82 հազար դրամ Հայաստանի քաղաքացիներին, կանչում է, ասենք, ինչ-որ հնդիկների, պարսիկների, պակիստանցիների, արաբների, առավել ևս ադրբեջանցիների, վճարում է, ասենք, 82 հազարի փոխարեն, ասենք, 30 հազար, 40 հազար, 50 հազար, մնացածը էլի ինքն է գրպանում։ Այսինքն կապալառու շինարարական ընկերությունները մեծ հաշվով իրենց համար տարբերություն չկա, թե ով կսարքի, կարևորը իրենք շատ փող աշխատեն։ Երբ խոսում ենք դպրոցների կամ ասենք քաղաքացիական օբյեկտների կառուցման մասին, մտածում ես, ասում ես, լավ, ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, անորակ շինարարությունն է, չէ՞։ Բայց Սահմանամերձ բնակավայրում դպրոցը չի համարվում ռազմավարական օբյեկտ։ Իհարկե համարվում է, բայց մենք այս պահին խոսում ենք քաղաքացիական ենթակառուցվածքների եւ խոսենք նաեւ ռազմական ենթակառուցվածքների մասին։ Ես դրա համար ասացի, երբ խոսում ենք դպրոցների մասին, դեռ համարում ենք քաղաքացիական է, թեպետ սահմանամերձ ասենք հենց հիմա Կորնիձոր գյուղում Սյունիքի մարզի, որ ընդամենը 200 մետր ենկոմ թշնամու զորքն է կանգնած, դպրոց են կառուցում, որի շինարարության մեջ ներգրավված են արաբներ, պակիստանցիներ եւ Հնդկաստանի մուսուլմաններ։ Եթե այս մարդիկ նույնիսկ անվճար էլ գան աշխատեն, ելի կհասկանաս, որովհետեւ իրենք ես վստահ եմ, որ իրենց գումարները ստանում են այլ տեղից, ոչ թե Հայաստանի կառավարությունից։ Ցավոք սրտի այդպիսի օրինակներ նաեւ կան։ Անցյալ տարի շատ պատահաբար իմացա, որ առաջնագծում, Վարդենիսի առաջնագծում ամրաշինական աշխատանքներ, այդ բունկերներ, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, բունկերներ կառուցելու ժամանակ ներգրավել են Իրանից խմբեր, որոնց աշխատացրել են, փողը չեն տվել, այս մարդիկ էլ ինչ գործ որ արել են, իսկ բունկերների շինարարությունը ռազմական գաղտնիք պարունակող շինարարություն է, ամբողջը գաղտնի նկարահանել են եւ փոխանցել են Ադրբեջանին։ Ես այդ մասին տեղեկացրի Հայաստանի ռազմական ոստիկանությանը, պաշտպանության նախարարության, ինչպես ասում են, ձայն բարբառո անապատի։ Ինձ ընդամենը փորձեցին հավաստիացնել, որ մենք հանձնարարել ենք համապատասխան կառույցներին, որ զբաղվեն, բայց ինչ կար այդտեղ զբաղվելու։ Ընդամենը պետք էր նախ եւ առաջ բացահայտել եւ պատժել այն կառույցներին, որոնք այդ շինարարությունն արել են ու դրանում ներգրավել են օտարազգիներին, եւ երկրորդ չանել այլևս նման բաներ, որովհետև արդեն փոխանցված է ինֆորմացիան, արդեն Վարդենիսի առաջնագծի ամբողջ գաղտնի ինֆորմացիան փոխանցված է ադրբեջանցիներին, Իրանից եկած, ես ենթադրում եմ, ոչ իրանցի, ոչ պարսիկ ներկայացուցիչների ձեռամբ։ Դա մոտավորապես նույն բանն է, ինչ հիմա դուք ասում եք Շինուհայրի մասին։ Պարոն Հոկիտյան, ասելով այն հատվածը նկատի ունեք, որ
վերջին շրջանում պաշտպանության նախարարությունը այսպես հրապարակել էր 3D մոդելը։ Հենց Ոչ դրա միայն մասին է 3D, խոսքը։ հենց իրենք նկարահանում են, հիմա այս նախընտրական փուլում ակտիվ ներկայացնում են, Ցույց են տեսեք։ տալիս գետնի տակ ինչպես են այդպես Այո, կառուցել։ այո։ Դրանք Հայաստանի տարբեր տարածքներում սահմանամերձ հատվածներում կառուցվում են։ Իդեպ դա էլ իր հերթին խեղկատակություն է իշխանության կողմից, որովհետև դու բունկերը կառուցում ես նրա համար, որպեսզի ինքը գաղտնի թաքստոց լինի։ Երբ կառուցում ես, բայց դրա կառուցմանը մասնակցում են նախ մարդիկ, որոնք սկսած պատերի հաստությունից, տեղակայման վայրից, գաղտնիությունից մինչև ամենահասարակ, ասենք, արմատուրայի հաստությունը, իրենք հասանելիություն ունեն, տեսնում են, նույնիսկ եթե չեն նկարում, իրենք տեսնում են, չափում են, չէ՞, ինչ է։ Եվ այդ ինֆորմացիան տիրապետում են ոչ Հայաստանի քաղաքացիներ, օտարազգիներ, եւ հետո այդ մարդիկ գնում են Հայաստանից, տանում են իրենց այդ ամբողջ ինֆորմացիան։ Բացի դրանից, ինչպես դուք ասացիք, ասենք պաշտպանության նախարարի մակարդակով դա նկարահանվում է, տեղանքով ցույց են տալիս։ Էլ ինչի համար է կառուցում։ Էլ ինչի համար են կառուցում, եթե պիտի այդ ամբողջը նկարեն եւ թշնամուն ցույց տան։ Ռազմական ոստիկանությունը իդեպ ինձ ասում էր, արդարանում էր, ասում է դե այսպես թե այնպես թշնամու ԱԹՍ-ները վերևից նկարում են։ Դե որ վերևից նկարում են, էլ ինչի եք սարքում։ Ընդհանրապես ոչինչ բան մի արեք։ Քաղաքացիներից որպեսզի զորքերի տեղաշարժը չնկարեն, ռազմական տեխնիկան չնկարեն, միևնույնն է թշնամու ԱԹՍ-ները ֆիքսում են։ Թշնամին տեսնում է։ Իդեպ ձեզ մի հետաքրքիր քաղտեխնոլոգիա ասեմ, որ հիմա իշխանությունը իրականացնում է, դուք շատ լավ գիտեք, որ ցանկացած նորմալ երկրում զինտեխնիկայի տեղաշարժը ոչ միայն արգելվում է նկարահանել, այլև ընդհանրապես ծածկած են, չէ՞, տանում, տեսել եք վստահաբար։ Վերջին մի երկու շաբաթվա ընթացքում նկատում եմ, որ խոշոր զինտեխնիկան, հատկապես այսպես սիրուն ներկած, փայլեցրած, պալերովկա արած, բաց առանց ծածկելու տեղափոխում են հիմնականում կենտրոնական վայրերում Հայաստանի, մարդաշատ վայրերում, այնպիսի տեղերում, որտեղ ընտրողները շատ են, տեղափոխում են ռազմական ոստիկանության այսպես մեքենաներն էլ բաներով, այսպես ազդանշաններով ձայնային, որ ուշադրություն գրավեն։ Ես կարծում եմ, որ դա քարոզչական նպատակ ունի, մարդկանց ցույց տալու, թե տեսեք, մեր երկրի իշխանությունը ինչպիսի լավ զենքեր է բերում, բայց դա արվում է եթե անգամ լավ զենքեր բերվում են, իսկ ես ինչքան որ ուշադրություն եմ դարձրել, դրանք հնուց եկած զենքեր են, որոնք ուղղակի մի երկու անգամ սիրուն ներկել են եւ այսպես տեսք են տվել։ Դա արվում է 28-ին եւս իրականացվող շքերթը նախընտրական շրջանում։ Այո։ Ես իհարկե շատ չենք տեսել շքերթ նման մասշտաբով անցկացվող այս տարի որոշել։ Շատ կուզեմ, որպեսզի Հայաստանը ունենա գերհզոր զինտեխնիկա, բայց ես նաև գիտեմ, թե ինչ ունի Հայաստանը։ Չեմ ուզում բացել փակագծերը զուտ, որպեսզի չստացվի, որ մեր բանակի դեմ ինչ որ բան եմ խոսում։ Բայց ես շատ լավ ծանոթ լինելով մեր բանակի այսպես ղեկավարությանը, պաշտպանության նախարարից, նրանց գործունեությունից, նրանց ռազմական եւ պետական մտածողությունից ելնելով, ես մեծ մտավախություն ունեմ, որ հանկարծ պատերազմ չսկսվի։ Ոչ թե որ Ադրբեջանը ուժեղ է, այլ որովհետև մենք չունենք բանակի ղեկավարություն, որը կարողանա ճիշտ կազմակերպել։ Գումարած նաև զինտեխնիկա։ Հայաստանը հզոր զինտեխնիկա ուներ 20 թվականին, գերհզոր զինտեխնիկա ուներ։ Մենակ Տորեմ 1-երը կամ Պանցիրները, որոնք կարող էին ուղղակի ոչնչացնել թշնամու բայրակթարները, ունեինք մենք, բայց չօգտագործեցին։ Հիմա որովհետև պետք չէր որ օգտագործեին, պետք էր որ մենք պարտվեինք Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։ Ընդհանրապես սովորական պանցիրների կիրառումը Հայաստանին բերելու էր բոլոր բայրակթարների ոչնչացման։ Երբ որ պետք էր ոչնչացնել, ոչնչացնում էին։ Հիշում եք նոյեմբերի 1-ից մինչև 5-ը որևէ բայրակթար մեր երկնքում չէր թռչում, բայց հենց որ պետք չէր այդ պանցիրներն օգտագործել, չօգտագործեցին։ Իսկ ինչ եղավ այդ զինտեխնիկան։ Ես չգիտեմ, թե հիմա այդ զինտեխնիկան ինչ է եղել, գուցե նկուղներում չեն խոցվել, միանշանակ չեն խոցվել, ունեն ամեն ինչ էլ կա, ընդհանրապես շատ մեծ քանակի զինտեխնիկա, հատկապես այն զինտեխնիկան, որը թանկ արժի, ասենք Իսկանդերն է, Պանցիրներն են, Տորեմ 1-երն են եւ այլն, Տորերն են, Տորերը հզոր զենքեր են, որոնք Հայաստանը մեծ քանակությամբ ունի։ Այս զինտեխնիկան չի խոցվել։ Խոցվել են հիմնականում
Ուրալները, որոնք մարդատար են, թշնամու նպատակն է շատ մեծ քանակի հայ մարդկանց սպանել։ Եվ խոցվել են հրետանին, որը շատ մեծ ծախսատար չի։ Իսկ այն հիմնական թանկարժեք եւ հզոր զինտեխնիկան այդքան էլ չի խոցվել, որտեղ նաեւ չի օգտագործվել։ Պարոն Հողիկյան, վերադառնալով մեր թեմային, ըստ ձեզ իշխանությունը չի գիտակցում այդ վնասը, որը որ կարող են այլազգի ներկայացուցիչները պատճառել, հա, մեր երկրին, որ նրանց ներգրավում է նման աշխատանքներում։ Իհարկե գիտակցում է, բայց իրենց դա հետաքրքիր չի։ Իրենք խորապես թքած ունեն Հայաստանի անվտանգության, Հայաստանի խաղաղության, պետականության, խորապես թքած ունեն մեր զինվորների, մեր առաջնագծի վրա։ Իրենց հետաքրքրում է, որպեսզի իրենք հերթական անգամ խափեն ժողովրդին, ձայն ստանան, հետո ասենք Սյունիքը հանձնեն, ասեն դե մեզ պետք էր իրանց կարծիքն եմ ասում, էլի Սյունիքը պետք էր, Սյունիքում մարդ չէր ապրում։ Ոնց որ հիմա ասենք Արցախի մասին են ասում։ Իրենք ընդհանրապես ոնց ասեմ, բացարձակ ոչ թե պատկերացում չունեն, այլ իրենց նեղություն չեն տալիս մտածելու անվտանգության մասին։ Այսինքն չեն գիտակցում։ Չէ, գիտակցում են։ Գիտեք, մարդը որ չի գիտակցում, օրինակ դեբիլ է լինում, հա, ասում ես այս մարդը դեբիլ է։ Չէ, իրենք չեն կարծում, որ հող չլինի։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, Հայաստանը կարող է լինել Սինգապուրի չափ մի երկիր, բայց լինել երջանիկ։ Հիմա Սինգապուրը ինչքան է փոքր մի այսպես մի մատնաչափ տեղ է։ Գիտեք, ես հաճախ եմ լսել ՔՊ-ականներից, որ ասել են ավելի լավ է Հայաստանը լինի Երևան եւ մի հատ կողքի ինչ որ մի մարզ, բայց մարդիկ լավ ապրեն, մենք լավ ապրենք, քան թե ասենք այսքան մեծ, բայց խնդիրներով։ Սրանց մտածողությունը, գիտեք, չի տեղավորվում հայրենիքի պետականության գաղափարների մեջ։ Սրանց մտածողությունը տեղավորվում է իրենց ստամոքսի մեջ։ Իսկ իրենց ստամոքսը իրենց լավ են զգում ցանկացած երկրում։ Հիմա ինչ ա եղել, իրենց կարծիքով կլինեն փոքր քաղաք պետության ղեկավարներ, կստանան միլիարդներ եւ լավ կապրեն։ Տարվա մեծ մասը, չգիտեմ, տարբեր երկրներում, Փարիզներում, Լոնդոններում կշրջեն, մնացածը կհամարվեն երկրի ղեկավարներ։ Սա է իրենց մտածողությունը։ Կրկնում եմ, իրենք այնպես չի որ դեբիլ են չեն գիտակցում, իրենք դեբիլ չեն, իրենք հիմար չեն, իրենք որը շատ ավելի վատ է, երբ որ մարդը հիմար չի եւ գիտակցված դավաճանության է գնում։ Սա գիտակցված դավաճանություն է, սա գիտակցված կերպով հայրենիքի հանձնում է։ Այլապես ո՞նց կարող է մարդը, ասենք, մի քանի տարի առաջ, օրինակ, չհասնենք 2018 թիվ, 2023 թվին, ընդամենը մոտավորապես 3 տարի առաջ ասում էր Ադրբեջանը էթնիկ զտում է անում Արցախում, իսկ հիմա ասում է մենք Արցախում չենք ապրել, մեզ Արցախը պետք չէր։ Այսինքն սա ոչ թե չգիտակցված է, սա խորությամբ մտածված քարոզչություն է, հայրենավաճառություն է, մարդկանց ուղեղները լվանալով սեփական դավաճանական ծրագրերը իրականացնել է։ Շինուհայրի հետ կապված մենք զրուցեցինք նաև գյուղի բնակիչների հետ, մեզ այդ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ իր որդուն պարսիկները, այսպես ասած, ծխախոտ են առաջարկել, դպրոցական 7 տարեկան որդուն ծամոն, կանֆետ, այսպիսի բաներ են առաջարկել, իհարկե երեխան հրաժարվել է, իրենք էլ ավելի զգոնություն են ցուցաբերել, բայց եթե պարզվում է, որ նրանք ադրբեջանցիներ են իրականում, այս մասով, այսինքն երեխաների համար եւս վտանգ կա։ Նայեք, ես այստեղ շատ մեծ մեղքի բաժին նաև հատկացնում եմ բնակիչներին։ Հիմա օրինակ Շինուհայրում ապրող մարդիկ Շինուհայրի տերերն են, չէ՞։ Հոստրուկ չեն։ Ինչու չեն վեր կենում, ասենք այդ մարդկանց, որոնք եկել են իրենց գյուղում գործ են անում ու իրենք էլ չեն վստահում այդ մարդկանց, ինչու դրանց ականջներից չեն բռնում, շպրտեն։ Այդ շինարարություն անող ընկերությանը ինչու չեն ասում, հանեք այստեղից ռադարեք դրանց։ Ինչու չեն ասում։ Ես Կորնիձորի բնակիչներին կոտորվեցի անընդհատ ասելով հանեք այդ արաբներին ձեր գյուղից, ամբողջ ձեր գյուղի ինֆորմացիան տալիս են թշնամուն։ Ասում են մենք ինչ կարող ենք անել։ Ինչ կարող են անել, հենց բնակիչները կարող են անել։ Հիմա դուք եւ ես որ գնանք այդ ադրբեջանցիներին, արաբներին, չգիտեմ ում, փորձենք հանել այդտեղից, մեզ ասելու են դուք ով եք, բայց պետությունը իրավունքը տվել է, բնակիչներն էլ խնդիր չունեն։ Իսկ այ բնակիչները, եթե մեկ մարդու պես, Շինուհայրը պատմական գյուղ է, բնակիչներին էլ թողես առավոտից երեկոն մեծ բաներ կխոսեն Շինուհայրի պատմության մասին, ճիշտ կանեն, բայց հիմա ուր է իրանց պատմականությունը, ուր է իրանց սկզբունքայնությունը։ Իրանց գյուղում իրենք գիտեն, որ ադրբեջանցիներ են հայտնվել,
լռում են, թե պատերի տակ կարող են խոսել։ Դե թող վեր կենան, չթողեն այդ ադրբեջանցիներն իրենց գյուղում աշխատեն։ Թե հետո պիտի կանգնեն ծնկները ծեծեն, ասեն, վայ, գիտեք ինչ, մենք ինչ կարող էինք անել։ Կրկնում եմ, ինչ կարող են անել, հենց տեղի բնակիչները կարող են անել։ Շինուհայրի բնակիչները, Կորնիձորի բնակիչները, Վարդենիսի, Նոյեմբերյանի, բոլոր այն վայրերում, որտեղ կասկածելի մարդիկ են, օտարազգիներ։ Ես չեմ ասում, որ բոլոր օտարազգիներին պետք է վատ վերաբերվել, բայց եթե մարդը քեզ համար կասկածելի է, դու էլ առաջնագծին մոտ հատվածում ես ապրում, դու պիտի այդ մարդուն ուղղակի թույլ չտաս, որ նա քեզ մոտ լինի։ Ուղղակի թույլ չտաս, անգամ վտանգավոր ես Երևանում, դու գիտեք, որ հիմա հնդիկները, օրինակ, թեպետ իրենք ասեմ, հնդիկ չեն։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, ուսումնասիրեք Հայաստանում լծված այդ հնդիկ կոչվածները, հնդկաստանցիները, դրանք սիկխեր են, որոնք հիմնականում մուսուլման են, բայց այս մուսուլմանների հետ էլ խնդիր չունեմ, այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Սիկխերը եկել են Հնդկաստանի հիմնականում Փենջաբ նահանգից, իսկ Փենջաբը Հնդկաստանի ամենաաղքատ, ամենածայրաստիճան վատ ապրող նահանգն է, որտեղ բացի ամեն ինչից 24 միլիոն մարդ է կարծեմ ապրում, հանցագործությունները չափազանց շատ են, այս մարդիկ այլասերված են հիմնականում, այնտեղ քույրերն ու եղբայրները կարող են իրար հետ ամուսնանալ, ամեն տեսակի հանցանքներ են տեղի ունենում եւ այլն։ Հիմա այդ ամենավատ ապրող մարդիկ եկել լցվել են Հայաստանում։ Հայաստանում ազգային փոքրամասնության, էթնիկ փոքրամասնության առումով գիտեք, որ եզդիները երկրորդ տեղում էին։ Հիմա հնդիկներն են, հնդկաստանցիներն են։ 100,000-ից ավել հնդկաստանցի կա։ Վաղ մյուս օր, որ դրանք սկսեն արդեն վտանգ սպառնալ։ Մի քիչ էլ ավելացան, սկսելու են մեր հայերի նկատմամբ վտանգ իրական։ Չնայած հիմա էլ են անում։ Ես վերջերս ես չէի ականատես եղել, պատմեցին, ընկերս պատմեց, որ բանում խանութում, սուպերմարկետում մի կնոջ նկատմամբ ինչ որ ոտնձգություն էին փորձեր արել, այս ընկերս մոտեցել էր, սրանց նկատողություն էր արել, հարձակվել էին ընկերոջս վրա։ Եթե հիմա այդպես են, ասենք մի 100,000-ով, ես ձեզ վստահեցնում եմ, մի 2 տարի հետո այստեղ մենք աստիճանաբար կդառնանք փոքրամասնություն։ Եվ կրկնում եմ, դրանք մեր իմացած հնդիկները չեն, դրանք սիկխեր են, որոնք լրջագույն խնդրեմ են հենց Հնդկաստանի համար նույնիսկ։ Մեկ էլ լծվել են այստեղ, մենք էլ ուրախանում ենք, թե հայերը 10,000 դրամով են օրական աշխատում, հնդիկները, Հնդկաստանից եկածները 5,000 դրամով։ Բա դու փող ունես, քո հայրենակցին փող դուր թող ապրի։ Ոչ թե բերել ես ինչ-որ մեկին, որը փողը աշխատում տանում է երկրից դուրս։ Ու հետո ասում ենք, չգիտեմ, մեր երկիրը չի զարգանում։ Սա շովինիզմ չի։ Հասկանում եք, սա ազգային անվտանգության հարց է։ Լավ, հանգուցալուծում որպես այդպեսին ինչպես եք տեսնում, որն եք տեսնում։ Նախ եթե խոսում ենք օտարազգիների այսքան շատ լծվելու, ասենք հնդկաստանցիներ, պակիստանցիներ, արաբներ եւ այլն, պետք է սահմանափակ տևողությամբ աշխատանքային վիզաներ տալ, այսինքն մարդիկ օրինակ 3 ամսից ավել իրավունք չունենան Հայաստանում ապրելու, որպեսզի չբնադրվեն այստեղ։ Ցավոք սրտի նաեւ նկատում եմ, որ հայ աղջիկներից շատ-շատերը ողջևորված են այդ հնդկաստանցիներով, ամուսնանում են, դառնում են կներեք էլի, շատ վատ բան եմ ասում, բայց ցավով եմ ասում։ Դրանց չպետք է թույլ տալ, որ այստեղ բնադրվեն, բուն դնեն կոպիտ ասած։ Այսինքն կարծում եմ 3 ամսից ավել, եթե հնարավորություն չտրվի այստեղ ապրելու, իրենք ոչ միայն այստեղ կսկսեն աստիճանաբար քիչ գալ։ Այդպիսի տեխնոլոգիա օրինակ Վրաստանը սկսեց կիրառել։ Երկրորդը պետք է կտրականապես արգելել օտարազգիների կապ չունի Հնդկաստանից են, Պակիստանից, Պարսկաստանից թե որտեղից կտրականապես արգելել օտարազգիների մասնակցությունը մեր անվտանգային կառույցների շինարարության մեջ։ Ուղղակի արգելել, ոչ թե խիստ լինել, զգոն լինել, այլ արգելել, ոչ մի կերպ թույլ չտալ, որ դրանք մասնակցեն որևէ տեսակի շինարարության, եթե անգամ ձրի անեն։ Ի վերջո, ձրի պանիրը լինում է թակարդում։ Սա է, թե չէ ասենք աստիճանաբար այդ պարագայում իրենք էլ աստիճանաբար կսկսեն մաղվել, քչանալ, որտեղ եթե այստեղ իրենց համար լավ պայմաններ չունեցան, չկարողացան բուն դնել, աստիճանաբար կպակասեն, մենք էլ այս երկրում անվտանգային խնդիրներ գոնե այդպիսի չենք ունենա։